Ինչ է մոլությունը։ Մոլություն կամ մոլորություն, եթե բառը ավելի ընդարձակ դարձնենք, նշանակում է ճշմարտությունից հեռացած կամ սխալ ընկալել ճշմարտությունը, հասկանալ իրականությունը եւ սխալ ուղղությամբ գնալ։ Օրինակ, ասենք, փիլիսոփը նշանակում է ճշմարտությունը սխալ հասկանալ, հոգեբանորեն սխալ ընթացք բռնել, առօրյա կյանքի մեջ շեղված լինել։ Այսինքն մոլությունը նաեւ իր մեջ ներառում է շեղվածություն, խաղամոլ։ Եթե ասում ենք ինքը խաղի պատճառով տարվել է, արդեն հեռացել է եւ իր ամբողջ օրը այդ շեղված մեղքի մեջ է։ Մոլության մյուս բառը, այսինքն ավելի կրքոտ, ավելի ցանկասիրական իմաստ ունի, որ դու ցանկանում ես մտնել այդ մեղքի մեջ։ Օրինակ ասում ենք, չէ, որկրամոլ, այսինքն շատ ուտել սիրող, շատակերություն, շատ ուտել սիրում է, այսինքն նաեւ պետք է հասկանալ մոլության մեջ մեղքը սիրել։ Խաղամոլ խաղը սիրել, թմրամոլ թմրանյութը սիրել, հարբեցողություն, այսինքն հարբելը սիրել, մեղքը սիրել։ Եվ երբ որ դու մի բան սիրում ես կրքոտությամբ, ոչ թե հոգևոր իմաստով, ինքը կամաց քեզ տանում է գերության, դու դառնում ես այդ երևույթի գերի, չես կարողանում կտրվել։ Օրինակ, ամենատարածված այսօր աշխարհի մեջ 3 մեծ մեղքեր կան, որ մոլության վտանգին են հասնում։ Մենք թվարկել ենք, չէ, 7 մահացու մեղքեր՝ հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն եւ բղջախոհություն կամ չար մտածումներ ունեցող։ Բայց այս 7 մահացու մեղքերը, որ մարդուն պահում են մահվան մեջ, այսօր ավելի տարածված 3 ուրիշ մեղքեր կան՝ խաղամոլություն, հարբեցողություն, թմրամոլություն, թմրանյութ օգտագործելը։ Սրանք 3-ն էլ իրար հետ կապված են։ Երբ որ դու որևէ բան, եթե տաննել ինչ որ բան կրքոտ ես սիրում, ինքը նաև քո մոտ գրգիռ առաջում, չար, այսպես չէ, անզուս վիճակ է վերում, եւ դու այլևս առանց դրա չես կարողանում ապրել։ Տեսնում եմ, չէ՞, ասենք հարբեցող մարդ, որ ձեռքերը դողում է, մի բաժակ խմիչքը տեսնում է, ինքը ուզում է ամեն գնով վերցնել եւ խմել։ Կամ երբ որ ես բանտում ծառայում էի, անչափահասների բանտում երեխաներ կան, խաղաքարտերը տեսնում էր, դողացնում, ինքը չէր կարող չխաղալ։ Ինքը պատրաստ էր հոգին վաճառել, մենակ թե գումարով խաղալ, իր հոգին վաճառել։ Ու հիշում եմ, որ մեկին երբ որ ազատեցին, ինքը նախորդ օրը գումար էր կրվել, ինքը գնաց դուրս եկավ, նույն օրը գողություն արեց, որ այդ գումարը վերադարձնի, իրեն նորից գողության համար 2 տարի դատեցին, արդեն մեծահասակների բանտ տար։ Տես խաղամոլություն ուտել։ Եվ երրորդ ամենատարածված աղտ այսօր աշխարհում թմրանյութը, որ ինքնախաբեություն է։ Երբ որ մեկը մոլությամբ որևէ բան է անում, ինքը նախ դրա մեջ մի քանի բան է տեսնում։ Առաջինը ինքնախաբեությունն է, որ իր ցավ ուզում է մեղմ։ Օրինակ խմող մարդիկ ինչ են անում, իրենց ցավը իբր մոռանալու համար սկսում են խմել։ Եթե անհաջողություն են ունենում, սկսում են խմել։ Տան ինչ որ մեկի հետ գշտված են, սկսում են խմել։ Թմրանյութ օգտագործողներն ինչ են անում, իրենց թվում է թե որ դա օգտագործից իրենց վերացական կյանք պիտի ունենաս, պիտի բարձրանաս, երկինքներ, իրենց խաղալ, ինչ որ վիճակի մեջ պիտի հայտնվես ու հետո վերադառնաս։ Հետո դու կախվածության մեջ ես ընկնում եւ ինչ ես անում, կորցնում ես քո բարոյական կերպարը, կորցնում ես քո հոգեվոր կյանքը եւ կորցնում ես ընտանիքդ, ընկերներիդ եւ ամեն բան, եւ դու միայնակ ես մնում այս աշխարհի մեջ։ Տարիներ առաջ, երբ որ բանտում էի, մեկին հանդիպեցի, թմրանյութ վաճառելու կամ ինչ որ գործով դատապարտված էր, երբ որ հարցրեցի ինչու արեցիր, ասաց գիտեք Տեր, ուզում էի թմրամոլների մասին գիրք գրել, դե պիտի հասկանեի իրենք ինչ են զգում, փորձեցի մի անգամ, ինձ դրա համար բերել եմ բանտ, ասում եմ, բայց դու չես փորձել, տանից 2 կիլոգրամ գտել։ Այսինքն դու այդ ամեն ինչը վերածել ես արդեն քո հաճույքի համար։ Նույնիսկ կրոնամոլությունն էլ, այստեղ ասեմ, վտանգավոր է, որ մարդը հավատքը մոլությամբ վերաբերվում է, այսինքն ծայրահեղ մոտեցումներ է ցույց տալիս, ինքը շատ-շատերին քշում է եկեղեցուց, հոգևոր կյանքից, այսինքն դու պիտի հասկանաս քո սահմանը որտեղ է։ Հիմա պարզ օրինակը բերենք, խմելը մեղք չէ, հարբեցողությունն է մեղք, երբ որ մարդը խմիչքը չարիք որպես օգտագործում իր համար, որովհետև Հիսուս ինքը գնաց Կանայի հարսանիքին, երբ որ գինին վերջացավ, Աստվածամայրը մոտեցավ, ասաց գինի չունեն։ Տերն իր առաջին հրաշքը գործեց ջուրը գինու փոխելով, այսինքն մարդկանց ուրախություն պատճառելու համար։ Բայց եթե գետ մեկ բաժակից դու պիտի խմես, քո ինքնակառավարումը կորցնես, ընտանիքիդ հետ վիճես, քո արժանապատվությունը գետնին հավասարեցնես, այդ մեկ բաժակն էլ իրավունք չունես խմելու։ Եթե դու պիտի խմես, հիմարություններ անես,
մեքենան արագ վարես, ավտովթար ունենաս, մարդ սպանես, մի արա։ Այսօր շատ տեսնում եմ, անցյալ օրն էլ հաղորդմաշ տեսա, մի վարորդ ասում է դիմա 60 տարեկան եմ, մի անգամ էլ խմած մեքենա եմ վարել, ինչի պետք ես գնամ նորից վարորդական իրավունքի քննություն հանձնեմ։ Բայց դու գիտես չէ, որ չի կարելի, դու խմել ես, դու պոտենցիալ մարդասպան ես արդեն։ Եթե մի բան չի կարելի, չի կարելի։ Պողոս Արաքյալն ինչ ասում, մեզ ամեն բան կարելի է, այսինքն մեզ արգելված բան չկա, բայց ամեն ինչ չէ, որ մեր հոգու փրկության համար։ Դրա համար այդ մոլությունները, որ գալիս են մտնում են մարդու կյանքի մեջ, իրենք ինչ են, մարդուն զրկում են հոգևոր աստվածային շնորհներից։ Դու մերկանում ես, դատարկվում ես Աստծո ներկայությունից։ Այսինքն դու փորձում ես, որ նոր մարդ ես դարձել Քրիստոսով, ուզում ես հին մեղքը նորից լցնես քո մեջ։ Չի դիմանում օրգանիզմը։ Դրա համար ասում են հին մարդուն հանիր քո վրայից եւ նորը հագիր Հիսուս Քրիստոսով։ Խաղամոլություն, այսինքն համակարգչային խաղալն էլ, չէ՞, այսօր երեխաների մեծ մասը համակարգիչների մեջ են կամ հեռախոսների մեջ խաղում են, իրենք էլ չգիտեն։ Նաեւ այդ մոլությունը բերում է ինչի ժամանակի վատնումի։ Այսինքն մարդկանց հետ շփվելու, սիրո խոսք ասելու, միասին ճաշելու, ճանապարհ գնալու, այգում գործ անել փոխարեն մարդիկ նստած են հեռախոսի առջև։ Ես միշտ օրինակ ինչ եմ ասում, որ ոչ մի բան մարդուն այդքան գլխի կոր չդարձեց, ինչքան հեռախոսը։ Այսինքն մարդիկ գլուխները ամբողջ օրը կախած հեռախոսի մեջ, մեծ ու փոքր։ Գնում են թորնիկները պապիկին, տատիկին տեսնելու, մեկ էլ տեսնում ես տատիկ պապիկը նստած են, երեխեքը բոլոր կողքեր նստած, ամեն մեկ իր հեռախոսի մեջ։ Սա էլ մոլություն, որ դու չես կարողանում կառավարել ինքդ քեզ։ Այսինքն, երբ որ դու արդեն քո զգացողությունները, քո գործողությունները չես կառավարում, ուրեմն դու մոլության մեջ ես կամ մոլորության մեջ ես տվյալ երևույթի հանդեպ։ Եվ վերջապես մեր կյանքի ամբողջ ընթացքի մեջին խաղամոլությունը ինչ է բերում։ Ես գիշերներ որ խաղատան մոտով անցնում եմ, տեսնում քանի 100 մեքենա է կանգնած, հատկապես Երևանից, երբ որ գալիս եմ Դիլիջան, խաղատան մոտի կանգնած մեքենա քանակը տեսնում եմ, սարսափում եմ։ Այսինքն ինչքան տղամարդ այս պահին նստած է այստեղ, այս խաղամոլության մեջ, ընտանիքի սիրուց զուրկ, իր երեխեքի իրեն կարոտով սպասում են, եթե կինն էլ այդ ժամանակ իրենց դավաճանի կասեն, գիտես, անբարոյական է, բայց չէ, դու դրթել ես, դու տանը չես, դու կաս, բայց նաև չկաս։ Դու շիշը գրկած ինչ որ մի տեղում նստած ես, քո ընտանիքը քո փոխարեն տառապում է։ Դու չկաս իրենց կյանքի մեջ։ Եվ սա բերում է ինչ անում հասարակության մեջ անառողջ մթնոլորտ։ Եթե թմրանյութի փող չունես, պետք է ստիպած գողություն անես։ Եթե գողությամբ չես կարող, պետք է սպանես։ Երբ որ դու երեխադ կոշիկը ծակ է, կոշիկի փող չունես, բայց դու խանութի մոտ անունդ պարտքես գրում, պարտքացուցակի մեջ մի շիշ օղի գնես, որպեսզի խմես։ Երբ որ դու պիտի որևէ բան անես, ամանչում ես խնդրել, բայց այդ մեղքը գործում է, նույնիսկ նվաստանում ես։ Դες անառակ որդին ինչ արեց, գնաց, իր ամբողջ ունեցվածքը վատնեց, պոռնիկների հետ, կերավ խմեց, հետո ուր գնաց, այդ քաղաքի հարուստի մոտ, ասեց, խնդրում եմ ինձ ուտելու բան կտաս, նա էլ ինչ արեց, ուղարկեց խոզ արած ասես, խոզի կեր ուտել, այսինքն ինչ ասում Դավիթ մարգարեն, մարդը պատիվ ուներ, կորցրեց, հավասարվեցուն անբան անասունների։ Այսինքն մարդը դառնում է անասուն։ Անասունի պես է դառնում մարդը։ Եվ ստեղից քանդվում են ընտանիքներ, դժբախտություններ, երեխաները որբ, ամուսնալուծություններ, այս ամբողջ մեր հասարակության մեջ, իսկ անառողջ հասարակության մեջ չի կարող լինել նաև ուժեղ պետություն եւ ուժեղ եկեղեցի։ Ինչպես ազատվել մոլության կապանքներից։ Կապանքները տարբեր են մոլության։ Կան մարդիկ, որ շատ շուտ կարողանում են գիտակցել, հետ կանգնել, կան մարդիկ, որ որոշակի ժամանակ է պետք, կան մարդիկ, որ այդպես էլ չեն կարող այդ կապանքներից ազատվել։ Ինչ է տեղի ունենում։ Երբ որ մեղքը մտնում է մարդու մեջ, ու երկար ժամանակ այդ մեղքը մնում մարդու մեջ, ինչ անում մեղքը, արմատակալում է։ Խոտը ոնց է, չէ, դնում ես ինք արմատները մտնում է, տարբեր տեղերով, ասես սիրտդ այսպես կնճռոտում պահում է, ինչ պետք է հատ-հատ կտրես այդ ամեն ինչը։ Արմատները մինչև չկտրես, մեղքի հանդեպ այդ արմատները չոչնչացնես, սիրտը չի կարող չազատ շնչել։ Այսինքն մոլախոտը ոնց է, չէ, ծաղիկը կամ ծառը այսպես խեղդում է, չորացնում է, այնպես էլ մեղքի արմատները մարդու մեջ չորացնում են հոգևոր սերը եւ Աստծո հանդեպ ունեցած սերն ու երկյուղը։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է գործում։ Առաջինը, երբ որ մարդ արդեն արմատակալած մեղքեր ունի,
Առաջին բանը Սուրբ Հոգին պիտի փորձի այդ արմատները մաքրել, երկրորդ քայլը նոր մարդու մեջ առաջացնում է գիտակցություն, որ իմ արածը մեղք է, հետո սկսում է մարդը ապաշխարությամբ հետ վերադառնալ։ Ապաշխարության ճանապարհը ինչ է, որովհետեւ շատ հաճախ մարդիկ վախենում են այդ բառից, բայց ինքը երեք կարևոր խորհուրդ ունի ապաշխարությունների մեջ։ Առաջին հերթին ապաշխարություն նշանակում է մտածելակերպի փոփոխություն։ Այսինքն մարդը պիտի կանգ առնի, ասի Տեր, փոխիր իմ մտածողությունը, այսինքն այլ կերպ ինձ հնարավորություն տուր մտածելու, ոչ թե աշխարհի կյանքով, աշխարհի մասին, աշխարհի համար, այլ իմ հոգու փրկության համար։ Պետք է սկսես այլ կերպ մտածել։ Եթե այն ժամանակ մեղքը սիրում էիր, հիմա պիտի մեղքից փախնես։ Եթե այն ժամանակ մեղսասեր ընկերների միջավայր էիր փնտրում, հիմա պիտի աղոթող ընկերներ փնտրես, քեզ համար աղոթող, քեզ սիրող ընկերներ։ Ես միշտ ասում եմ, այն ընկերով որ քեզ ասում է, այս մեղքը գործենք, ինքը քեզ չի սիրում։ Ինքը քեզ միայն վատություն է ցանկանում։ Եթե մեկն ասում է, արի գնանք այս բանը անենք, ոչինչ մի անգամ անում ենք, ոչինչ որ մի անգամ կնոջը դավաճանեցիր, ոչինչ մի անգամ այս բանը որ արեցինք, ինքը քեզ չի սիրում, ինքը ուզում է քեզ իր նման դարձնել։ Դրա համար ասում են նման մարդկանց հետ անգամ հաց մի կեր, ով որ քեզ համոզում է, որ մեղք գործես։ Երկրորդը կենցաղի փոփոխություն, այսինքն միջավայրը պիտի մաքրես։ Պիտի հասկանաս ով է քեզ սիրում իրականում, ով է քո համար լավը ցանկում, ով ուզում որ քո ընտանիքը պահես։ Եթե մեկը ինձ համար հասկանալի չեն այն մարդիկ, օրինակ, երբ որ իրենք կարող են մինչև գիշերը 1-2-ը իրենց ընկերների հետ նստեն, ուտեն, խմեն ու տուն չգնան։ Դա ասեն դե կինը թող նստի տունը սպասի։ Կինը տանը նստել սպասելու համար չի։ Կինը քո ուրախությունը, դու իր ուրախությունն ես, իրեն բերել ես, իրեն երջանկացնես, ոչ թե դժբախտացնես։ Երբ որ մեկ իր ժամանակ այդպես փողոցի կյանքը, ընկերական միջավայրը, մեղքը, ժամերով ինչ որ միտեղ նստել, զբաղվել ու տուն չվերադառնալ, այս կենցաղը պիտի փոխի։ Եվ երրորդ արդեն կարևորը ինքը դարձ պիտի ունենա, դեմքով պիտի դառնա Աստծուն։ Եթե մեկը դեպի Աստված դարձ չունի, ինքը չի վերադառնում դեպի Աստված, ինքը պիտի շարունակի նույն մեղքերի մեջ մնալ։ Ուրեմն պիտի միջավայրը փոխես եւ ուզենաս։ Անառակ որդին ինչ արեց, ասում է, երբ որ խոզեր էր արածացնում, անդրադարձավ։ Բայց չէ որ ես հորս տանը տաք սենյակ ունեի, մաքուր անկողին ունեի, տաք ճաշ ունեի եւ ավելի լավ էր, քան այստեղ։ Ասում է գնամ իմ հորտուն, ասեմ հայր, մեղանչեցի երկնքև քո առաջ, ինձ ընդունիր ոչ թե քո որպես որդի, այլ որպես ծառա։ Մեղքի մեջ եղող ցանկացած մարդ այս մտածումն ունի։ Բայց ի տարբերություն անառակ որդու, այդ մարդիկ քայլ չեն կատարում։ Իրենք միայն մտածում են, ասում են օրինակ ծխող մարդը ինչ ասում, երբ ուզեմ կարող եմ թողել, սուտ ասում։ Չի կարող երբ ուզեր թողել։ Ասում ես դե հենց հիմա թող, ասում եմ դե այսօր չեմ կարող։ Մի հետաքրքիր պատմություն կա, չէ՞։ Մի մարդ գնում է բժշկի մոտ, ասում է բժիշկան, մի բանով ինձ օգնի, էլի ասում եմ, ամեն օր գիշերը երազից փղերը ֆուտբոլ են խաղում։ Ասում է տղաս, ես դեղը վերցրու, խմի, էլ չես տեսնի, ասում է կլինի վաղը խմեմ, ասում է ինչու, ասում է դե այսօր ֆինալն է, նայեմ նոր։ Հիմա երբ որ դու այդ ֆինալն ես ուզում տեսնես նոր, արդեն ձախողած ես քո առաքելության մեջ, քո փրկության հարցում։ Մտածեցիր, հենց այդ պահին պիտի գործես։ Որ պահին որ դու ասեցիր Տեր, այլևս այս մեղքը չեմ գործելու, ինքը քո ձեռքը պիտի բռնի բարձրացնի։ Որ պահին որ ասիր Տեր, օգնիր ինձ իմ անհավատության մեջ, իմ տկարության մեջ, այդ պահին Տերը քեզ պիտի գրկի ու միանգամից գետնից պոկի։ Բայց դու պիտի ասես այդ բառերը։ Եվ միայն Տիրոջ օգնությամբ կարող ենք հրաժարվել։ Ես հիշում եմ տարիներ առաջ ցմահ բանտարկյալ ունեինք, որ թմրանյութ էր օգտագործում։ Ես իրեն տեսնում եմ այդ սարսափելի վիճակի մեջ, ինչպես էր ինքը այսպես դողացնում, աղոթքով ոնց են խաղաղվել։ Երբ որ 6-7 ամիս աշխատելուց հետո ինքը ընդհանրապես հրաժարվեց, մեկ էլ տեսնում էր իրեն բերում էին, ուղարկում էին, ձրիա, վերցրու, այսինքն սատանան սկսում էր ամեն կերպ օգտագործել, որ մարդուն նորից քաշել այդ մեղքի մեջ։ Դրա համար նաև դու այնքան կամքի ուժ ունենաս, որ ինչ էլ որ լինի, առապանքի միջոցով անգամ փորձես դիմանալ ու նորից չտրվել այդ ամեն ինչին։ Որ պահին որ ուզեցիր, հասարակությունը քեզ կխժռի կամ հասարակությունը քեզ կբարձրացնի։ Դրա համար իմ ամենասիրած խոսքերից մեկը Բալզակի խոսքն է, օգտվեք ձեր հասարակական կուսությունից, որ հասարակությունը չի թելադրում դու ինչպես ապրես, այլ դու գիտես Տիրոջով ինչպես կարող ես ապրել եւ որն է Տիրոջ ճանապարհը, որ քեզ տանում է դեպի փրկություն։ Որն է չարի նպատակը, եթե մոլության մեղքով կապված ենք։ Օրինակի համար
հայաստանյան միջավայրը չգիտեմ, բայց օրինակ Լաս Վեգասում Ամերիկայում որ մարդիկ գնում են տներ խաղալու, իրենց անվճար ուտելիք են տալիս, խմելիք են տալիս, երբեմն էլ քնելու սենյակներ են տալիս, որպեսզի մարդը չուզեն այդտեղից դուրս գա, այսինքն այնքան քաղցր ու հաճելի է այդ մեղքն քեզ ներկայացնում, որ դու միշտ ուզենաս դրա մեջ, այսինքն խապված ինքնախապեյության մեջ, որ դու լավ ես, երջանիկ ես, այդպես ապրես։ Բայց իր նպատակը այդ քո մարմնավորը չէ, իր նպատակը քո վերջնական հոգևոր կործանումն է, այսինքն հոգիդ դժոխքի բաժին դարձնել։ Դու կարող ես կեսից ընդհատել։ Այ հիմա մենք ֆիլմ ունենք, նոր ֆիլմ է դուրս եկել, կրկին փորձիր։ Այդ ֆիլմի մեջ շատ հոգևոր շատ մեծ խորհուրդ կա այդտեղ։ Սատանան ասում է հոգիդ ինձ տուր, քո 6 ցանկությունները կատարեմ, ասում է չէ 8, ասում է չէ, ասում է լավ, քծի պես լավ, քեզ 7 ցանկություն քեզ համար կանեմ, ու այդ 7 ցանկությունները անելուց հետո իր հոգին ազատ, ասում է ինչ ասում, որտեղ այնտեղ մի կետ կար, որ դու ուրիշի համար չպետք է աղոթեիր, բարիք գործեցիր, դու դա արեցիր, ու հոգիդ էլ չեմ կարող ինձ վերցնել։ Այսինքն այդ լույսը միշտ կա Տիրոջը վերադառնալու, բայց ինքը ամեն ինչ անում է, որ դու այդ լույսը չտեսնես։ Այսինքն ամեն բան անում է, որ դու Հիսուսին չճանաչես։ Հիսուսին հակառակ մեղադրես քո կյանքի մեջ, Աստծուն մեղադրես քո կյանքի։ Տարիներ առաջ, երբ որ ավտովթար եղավ, մի երիտասարդ մահացավ, իրենց տուն գնացի, հայրը մի անգամից ասեց. «Տեր հայր, Աստված չկա, Աստծո մասին չխոսես»։ Որ Աստված կար, ինչու տղաս մահացավ։ Ասում եմ, բայց չէ որ քո տղան 15 օր առաջ խմած նույն ավտովթարն ունեցավ, ողջ առողջ փրկվեց։ Դու այն ժամանակ չասես, որ Աստված պահեց։ Եվ քո տղան չզգուշացավ, հիմա նորից 15 օր հետո նորից խմած ու արագ քո տղան ավտովթարից մահացավ, Աստված էստեղ մեղավոր չի։ Դու ես անում։ Քեզ այդ բառը ռուսերեն ավելի սին ազարտ, այսինքն այդ մոլությունը, այդ ազարտ ավելի համապատասխան է այդ բառը, որ դու գնում ես դրա մեջ, նաև իրականության զգացողությունն ես կորցնում։ Քեզ թվում է դու շատ ճիշտ ես, բոլորը քեզ սխալ են ասում, դրա համար ասում են ով որ խրատ է սիրում, նա երկար է ապրում։ Ով խրատ սիրում է։ Մենք անառակ բառը մենք այդ որ ասում ենք մեկը անառակ, մենք միանգամից հասկանում ենք մարմնավաճառ են, չէ՞։ Բայց անառակը նշանակում է առանց խրատի մեծացած մարդ։ Նա ով Աստծո խրատով չի մեծացել, ինքը այդ անբարո կյանքի մեջ է հայտնվում։ Մարմնավաճառը իր մարմինն է վաճառում, թմրանյութը իր մարմինն է վաճառում, հարբեցող իր մարմինն է պղծում, խաղացողը իր մարմինն իր ժամանակն է, այսինքն ամեն բան ինչ որ Աստված քեզ տվել է կյանքը ուրախ լինելու, դու կյանքը վատում ես մեղք գործելու համար։ Եվ սատանայի ամբողջ նպատակը ինչն է, որ մարդը միշտ մեղք գործի, միշտ։ Եվ անդադար ինչ են գովազդում, մեղքը, չէ՞, այսօր մեղքը ամեն օր գովազդվում է։ Ամեն օր մեղքի գովազդ կա, խմիչքի, ծխախոտի, հաճույքի, ուտելիքի, մեղք։ Այսօր մեծ հիմա տարածում ունի աղջիկների կանանց խաղալու մոլությունը, կանայք են սկսել խաղալ, պարտքերով խաղալ, կանայք սկսել են տղամարդկանց ավելի շատ ծխել ու խմել։ Այսինքն աղավաղվում է նաև ընտանիքը, իսկ ընտանիքը ինչն է, Աստծո դրախտի պատկերի օրինակն է։ Ընտանիքը առողջ է, գեղեցիկ է, հասարակությունը առողջ է, պետությունը առողջ է։ Ընտանիքը քանդված է, պետությունը քանդված է, մարդկության ճակատագիրը վտանգված է։ Այսինքն ամբողջ նպատակն է Աստծո գործը քանդել։ Դրա համար ինքը միշտ փորձում է մարդուն միշտ բերել մեղքի մեջ։ Այդ տարիներ առաջ գիտնականներ ինչ փորձ արեցին, շանը դրեցին վանդակի մեջ, երկաթի վանում, հոսանք տվեցին, դե շունը այսպես թռնում էր անդադար, դե անսովոր սովորություն է։ 10 օր հետո որ տոկը տալիս են, շուն տեղից չշարժվում։ Արդեն վարժվել էր դրան։ Մենք էլ երբ որ առաջին անգամ մեղքը տեսնում ենք, չէ, ինչքան sense ագրեսիվ ենք վերադառնում, ոնց կարող է մեր աղջիկ ցույց տան կամ սեռական մի հատ հատված ֆիլմի մեջ լինի անբարոյական, այսօր ծնողը երեխայդ նայում է այդ նույն բանը, առանց ամոթի։ Այսօր աղջիկները կիսամերկ արդեն քայլում են, մենք սովորել ենք դրան։ Ու հանկարծ խոսում են, հա դուք սովետ չեք, ձեր ժամանակը անցել է, նոր ժամանակներ են։ Երբ որ ասում ես բանը չի կարելի, ասում է դա ձեզ էր վերաբերում, բայց մեղքը բոլոր ժամանակներում մեղք է եւ Աստծո համար ոչ մի բան չի փոխվել։ Հիմա տեսեք, Պողոս Արաքյալի խոսքն ենք, Տիտոսին ուղղված նամակ, ասում է թող ծերերը զգոն լինեն, զգույշ լինեն, պարկեշ լինեն,
Ծեր կանայք ասում են բամբասող չլինեն, հակառակը երիտասարդ աղջին օրինակ լինեն։ Երիտասարդ կանայք թող իրենց ամուսներին լսող լինեն, սիրող լինեն, որդիասեր լինեն, պոռնկություն չանեն, բամբասանք չեն։ Այսինքն 2000 տարի առաջ է գրված այս խոսքը։ Բայց նույն մեղքերն են, չէ՞, այսօր 2000 տարի հետո։ Նշանակում է, որ մեղքը չի փոխվում, մեղքը նոր մարմին, նոր տեսք է ստանում։ Մարդը բայց պիտի հասկանա, որ Աստծո օրենք, Աստծո խոսքը բոլոր ժամանակներում նույնն է։ Հիսուս Քրիստոս երեք, այսօր հավիտյան նույնն է, չի փոխվելու, պահանջները նույնն են։ Այո, Հիսուս չի նայում մեր հակ ու կապին, բայց հակ ու կապը նաև գայթակղության պատճառ չպիտի դառնա։ Տերը սրտին է, իսկ քո սիրտը մաքուր է, շատ հաճախ ինձ ասում են, Տեր ջան, կարևոր սիրտը մաքուր լինի, հակ ու կապ ինչ կա, թե քո սիրտը մաքուր է, քո հակ ու կապը պատշաճ պիտի լինի։ Չի կարող աղոթող մարդու սիրտը այդքան մաքուր լինի, բայց ինքը կիսամերկ հագնի ու գայթակղության պատճառ դառնա։ Չի լինում այդպես։ Չի կարող տղամարդը հավատացյալ լինի, լավ բարեպաշտ ու շնացող լինի մեկտեղ, դրա հետ մեկտեղ, սիրուհի պահի դրա հետ մեկտեղ։ Դասի մենք չենք դե տղամարդում էր, ինչ կապ ունի շնությունը։ Տղամարդ ես թե կին ես երկուսնի մեր շնությունը, դա մեղք է։ Սա է սատանա ամբողջ նպատակը։ Մեղքը հրամցնել, մեղքի մեջ պահել եւ Աստծո սրտի մեջ սուր մտցնել, ցավ պատճառել։ Որովհետեւ միայն այդպես կարող է Աստծուն ցավ պատճառել, ամեն մեղավոր մարդուն տանել դեպի կորուսան։ Բայց սա պիտի հիշենք, որ Աստծո կամքը մեղավորին պատժելը չէ։ Աստծո կեցվածքը այսօր համբերությունը, որտեղ Աստված կամենում է մեղավորի դարձը եւ փրկությունը։ Աստված ատում է մեղքը, սիրում է մեղավորին։ Որը մեղավորը նաև ինքը պիտի ասի Տեր, ինչպես Պետրոս առայք է, որ ծոյուրև քայլերով մոտենում էր Հիսուսին, սուսվել, ասես Տեր փրկիր ինձ։ Ինչ ասես Տերը։ Պետրոս ինչու կասկածեցիր։ Չպիտի կասկածես, որ Տերը քեզ հետ է միշտ, եւ եթե դու Տիրոջը խնդրես, ինքը քեզ կհանի այդ վիճակից։